Քո կյանքն ու միջոցները կախված կլինեն քո նպատակից, այնպես որ սիրելի բարեկամ, քննիր ինքդ քեզ։ Տեսեք Ժողովուրդ ջան, այս կյանքն ամեն իմաստով ճիշտ ապրելու, հաջողելու և հավիտենության հասնելու համար Տեր Հիսուսն ասեց, որ միայն մեկ բան է պետք։ Քո միակ նպատակը պետք է լինի Աստված։ Դա նա ասեց Ղազարոսի տանը Մարթային։ Բայց սատանան ուրախ չի, երբ որ Աստված դառնում է քո կյանքի միակ նպատակը, ու ինքը գնում գալիս ու քո սրտի մեջ ուրիշ նպատակներ է սերմանում։ Ինքը քո մեջ նպատակներ, ցկտումներ, տենչանքներ ու ցանկություններ է սերմանում, որպեսզի դու կորցնես քո միակ հոգևոր նպատակը, որն է մնալ Աստծո մեջ և պատրաստվել հավիտենական կյանքի։ Սատանայի սերմանած այս աշխարհիկ ձգտումներն ու տենչանքները սակայն երբեք չեն կարող բավարարել մարդուն, որովհետև ամեն մարդ իր սրտի խորքում հավիտյան ապրել է ուզում, իսկ այս երկրի վրա որևէ նպատակ չի կարող մարդուն հավիտենական կյանք տալ։ Ուրեմն առաջին նպատակը, որ սատանան ցանում է քո սրտի մեջ, դա քո անձն է, քո էգոն։ Ինքը ինչ է անում, քո անձը դարձնում է քո կուռքը։ Առօրվային երեկո դու հոգ ես տանում քո անձի, քո մարմնի, քո հաճույքները բավարարելու մասին։ Եկեք նայենք մեր կյանքին, համարյա ամեն ինչ, որ մենք անում ենք առօրվային երեկո ամբողջ օրը, մեր մարմնի կարիքների բավարարման համար է, ու մարդիկ համարյա ոչ մի բան չեն անում իրենց հոգու սովի համար։ Մարդը սկսում է մեծարել իր անձը, այն հաճելի դարձնել ուրիշների համար և վերացնել ամեն ինչ, որ կխանգարի իր եսին, նույնիսկ իր հարաբերությունն Աստծո հետ։ Ուրեմն մարդու եսը սկսեց դառնալ Աստծո հետ մրցակից։ Տեսա՞ք, սատանան բերեց սրտի մեջ այդ եսի սերմը ցանեց, և այդ եսը սկսում է աճել ու դառնալ Աստծո հետ մրցակից։ Սկզբում սատանայի ցանած այդ եսի սերմը մտնում է մարդու սրտի մեջ ու այնտեղ մնում Աստծո հետ, հետո մարդու եսը սկսում է աստիճանաբար գրավել իր ամբողջ սիրտը և ուշադրությունը և հիշողությունը ու այնտեղ մնում է արդեն մի օր մեն-մենակ, Աստծուն դուրս մղելով իր սրտից։ Այս մարդն էլ Աստծո մասին էլ չի մտածում, ինքն առօրվային երեկո մտածում է, թե ինչ պիտի անեմ այս կյանքում, ինչ պիտի դառնամ, թե ոնց պիտի անեմ, ոնց ավելի բարձրանամ ու ավելի հզոր դառնամ, կարիերայի մասին է մտածում, իր հզորության, իր եսի մասին է դառնում, մտածում, ոնց ասեցի, իր եսը դառնում է իր կուռքը։ Եթե այս մարդը իր հոգու համար հոգ տաներ, ինչ կաներ ինքը, գիտեք, ինքը կզոհաբերեր իր եսը հանուն Աստուծո և հանուն մարդկանց սիրելու։ Պողոս առաքյալը, օրինակի համար, որ հանդիպել ու խոսել էր Տեր Հիսուսի հետ, Տեր Հիսուսն էր ավելի ճիշտ նրան հանդիպեր, ասում էր, որ իր անձը պատվական ու հարգի չի համարում։ Այս մարդը ուրացել էր իր եսը, իր անձը պատվական ու հարգի չի համարում։ Այն նայեք Գործք առաքելոցի 20-րդ համարում։ Իսկ ով Աստծուն թողած սկսում է տարվել աշխարհիկ մտքերով ու տենչանքներով, նա աշխարհիկ կրքերով հարբած միայն սթափվում է իր մահվան ժամին, երբ արդեն լքում է այս աշխարհը իր կամքին հակառակ։ Այդ ժամանակ արդեն էլ ինչ կարող է անել այդ մարդը, չէ՞։ Դրա համար Շենուդա Հայրապետն ասում է, որ ամեն մի նպատակ, որ քեզ հեռացնում ու կտրում է Աստծուց ու քո փրկությունից, համարիր խաբկանք, մոլորություն ու պատրանք ու վճռականորեն մերժիր այն։ Բայց խնդիրն այն է, որ շատ մարդիկ չեն հասկանում, որ այս մնացած նպատակները, ցանկությունները, տենչանքները իրենց հեռացնում են Աստծուց։ Աստուծո արքայությանը հակառակ ամեն մի նպատակ շեղում է մարդուն իր հոգևոր ճանապարհից։ Իսկ սուրբ մարդիկ այդպես չէին անում։ Օրինակ, հիշո՞ւմ եք Պետրոս առաքյալին, հիշո՞ւմ եք, որ ինքը Քրիստոսին ասեց. «Մենք ամեն ինչ թողեցինք ու քո ետևից եկանք»։ Կամ մենք ամեն ինչ թողեցինք ու քեզ հետևեցինք։ Մատթեոս ավետարանի 19-րդ համարում է, կարող եք ստուգել այնտեղ։ Այն մարդիկ, ում նպատակը Աստված է, նույնիսկ հոգևոր բաները որպես նպատակ չեն համարել։ Օրինակ, ոմանք աղոթքը դրել են որպես իրենց կյանքի նպատակ։ Լավ բան է, չէ՞։ Իհարկե պետք է աղոթենք։ Տեր Հիսուսն ասում է ամեն ժամ աղոթեք, Պողոս առաքյալն ասում է անդադար աղոթեք, բայց արի ու տես, որ այդ մարդիկ ոչ թե սիրում են Աստծուն, այլ իրենք ուզում են համարվել աղոթող մարդ։
Ես աղոթող մարդ եմ, իրանք տենց են մտածում։ Ոմանք էլ աստվածաբանություն են սովորում ոչ թե որպեսզի Աստծուն ճանաչեն ու բնակվեն Աստուծո մեջ, այլ որպեսզի աստվածաբան լինեն, փառք ունենան, կոնֆերանսների մասնակցեն, բարձր դիրք ունենան։ Տեսնում եք ոնց է սատանան շեղում սենց բաներով։ Իսկ հոգևոր այս բաները պարզապես միջոցներ են Աստծու մոտենալու համար, այլ ոչ թե նպատակ։ Մարդիկ էլ կան, որ ուրիշներին ուղղելն են դարձնում իրենց նպատակը։ Հանուն ինչ-որ մեկի ուղղելու համար այս մարդիկ և սերն են կորցնում, և աղոթքն են ընդհատում, և դատում են, դատապետում են, իրենց խաղաղությունն են կորցնում։ Այսպիսի մարդիկ դառնում են բարկության պայթող ռումբեր։ Այսպես է ասում Շենուդա Հայրապետն իր հոգևոր ուղու բնութագրերը գրքում, և մարդկանց ուղղելը դառնում է անուղղելի նախանձախնդրություն, այդ մարդկանց հեռացնելով Աստծուց և դատարկելով սիրուց։ Ում է պետք, որ եթե դու առօրվա ընթացքում մարդկանց ուղղես, բայց սիրուց դատարկվես, Աստծուց հեռանաս, ինչա թե մեկին ուղղեցիր։ Ու սիրելի ժողովուրդ, այսպիսի շատ դեպքեր կան։ Սատանան տրամաբանական ու հետաքրքիր թվացող նպատակները սերմերի պես ցանում է մարդկանց սրտերում, իմ ձեր բոլորի սրտերում, որպեսզի մարդը զբաղված լինի այդ նպատակներով ու տենչակներով և Աստծուն առանց նույնիսկ մտածելու աստիճանաբար հանի իր սրտից։ Բայց դուք սիրելի ժողովուրդ, ամեն հոգևոր գործի մեջ Դավիթ մարգարեի պես ասեք. Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ, ես Տիրոջը դրի իմ առջև ամեն ժամանակ, այս Սաղմոս 16 համար 8։ Թող Աստված լինի ձեր և իմ միակ նպատակը։ Եթե ձեր արած գործը կամ ծառայությունը ընդհարվում է Աստուծո սիրո հետ, հակառակ է գնում Աստծո սիրուն, ապա թողեք այդ։ Տեսնում եք ինչքան հեշտ է սատանայի համար մարդուն մոլորեցնել նույնիսկ եկեղեցու մեջ։ Այ հիշեք, որ ավագ անառակ որդին հեռու էր իր հոր սիրուց, թեև նա այսքան տարի ծառայում էր նրան, Ղուկասի ավետարանի մեջ այդպես է չի ասում, ասում է ես այսքան տարի ծառայում եմ քեզ, բայց պարզվեց, որ այդ մարդն էլ հեռու էր իր հոր սիրուց և Շենուդա Հայրապետը իր գրքի մեջ նրան էլ է կոչում անառակ որդի։ Այս պատճառով էլ Աստված քեզ հարցնում է, ինձ էլ է հարցնում, որտե՞ղ եմ ես քո նպատակների մեջ։ Այս հարցին, սիրելի բարեկամ, պատասխանիր ամենայն ազնվությամբ, որտե՞ղ է Աստված քո նպատակների մեջ։ Աստված քո նպատակներից մեկն է, թե քո միակ նպատակն է։ Իսկ միգուցե Աստված ընդհանրապես քո նպատակը չէ։ Դու Աստծուն քո նպատակների ցանկի մեջ կարող ես մեջտեղում կամ վերջում ես դրել, որ նեղության մեջ մեկ-մեկ այդ ցանկից հանես ու հիշես։ Կարող Աստված պարզապես դարձել է քո հորինած կարծիքը, որին դու մեկ-մեկ հիշում ես քո մյուս նպատակներին հասնելու համար, Տեր ինձ էս տուր, ինձ էն տուր, ու հենց ինքը քո ցանկությունը չի կատարում, որովհետև դա կարող է հեշտ լավ չլինի քո համար, դու բարկանում ես, նեղանում ես, Աստծուց հեռանում ես, հետո էլ գնում ես փորձանքների ու նեղության մեջ ես ընկնում, ասում ես, հա դե ես վերջերս Աստծուց հեռացել եմ։ Դու սիրում ես Աստծուն, ինչպես ինքը սիրեց քեզ։ Քո ամբողջ սիրտը նրա համար է, թե կողքիդ ուրիշ կարևոր նպատակներ էլ կան տեղավորված քո սրտի մեջ, որ քիչ-քիչ ամենակարևորն են դառնում ու Աստծուն դուրս մղում քո սրտից ու հիշողությունից։ Չէ՞ որ առաջի պատվիրանը մեզ այսպես է. սիրիր Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ոչ թե 99%, այլ քո ամբողջ սրտով։ Սիրելի բարեկամ, քո կյանքն ու միջոցները կախված կլինեն քո նպատակից։ Այնպես որ քննիր քո կյանքը, քննիր քո նպատակները ու տես թե որտեղ է Աստված քո կյանքում, քո սրտի մեջ, քանի տոկոսն է ինքը քո սրտի մեջ, արդյոք ամբողջն է, սիրում ես Աստծուն քո բոլոր սրտով, թե պարզապես ինչ-որ մի մաս քո սրտի տրված է Աստծուն։ Լավ եղեք սիրելի ժողովուրդ, եթե այս զայնագրությունը ձեզ մտածել տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր էջերում, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ այս բաների մասին իմանան, մտածեն այս բաների մասին, ձեր երեխաներն էլ թող լսեն այս զայնագրությունը, եթե ուզենաք մի հատ էլ լսեք այս զայնագրությունը, որպեսզի այն լավ նստվածք տա ձեր մեջ, որովհետև հեշտ է այս ամեն ինչը մոռանալը։ Իսկ հաջորդ զայնագրության մեջ ես կխոսեմ
այն մասին, թե ինչպես էին սուրբ մարդիկ հաստատուն մնում իրենց նպատակի մեջ և ինչպես եղան մարդիկ, ովքեր ընկան այդ նպատակից, չպահեցին այդ հաստատունությունը և հեռացան Աստծուց, Աստծու ճանապարհից։ Դե բարի օր ժողովուրդ ջան, Աստված ողորմի բոլորիս, մեր Տեր Հիսուս Քրիստոսին Հոր և Սուրբ Հոգու հետ միասին փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։